Հրետանու խաբուսիկ լռությունը, արտաքուստ ամեն ինչ հանդարտ է թվում, դիվանագետները ժպտում են, խոսում խաղաղության դարաշրջանի մասին, իսկ սեղաններին փռված են տարանցիկ միջանցքների քարտեզները, բայց մի սխալվեք, պատերազմը չի ավարտվել, այլ փոխել է իր ձևը։ Եթե երեկ հայ զինվորները անհանգստանում էին երկնքում մահապարտ անօդաչուների ձայնից, ապա այսօր պետք է անհանգստանան Երևանի անշարժ գույքի շուկայում և բորսայում խոշոր գործարքների ձայնից։ Հայաստանի դարավոր թշնամիների ռազմավարությունը ֆիզիկական բնաջնջումից փոխվել է տնտեսական կլանման։ Առաջին գործողություն կռվելու փոխարեն գնելու դոկտրինը։ Ինչու թափել արյուն և ենթարկվել պատժամիջոցների տարածք գրավելու համար, երբ այն կարելի է գնել օրինական ճանապարհով։ Սա Թուրքիա-Ադրբեջան առանցքի նոր դոկտրինն է սահմանների հնարավոր բացմամբ Հայաստանի փոքր և փակ տնտեսությունը Թուրքիայի տրիլիոնանոց տնտեսության և Բաքվի նավթադոլարների դեմ հանդես է գալիս որպես թղթեր նավակ ցունամիի դիմաց։ Վտանգն անհայտ ծագմամբ խոշոր կապիտալների ներհոսքն է, որոնք արևմտյան կամ վրացական միջնորդ ընկերությունների միջոցով գալիս են տիրանալու Երևանի կենսական զարկերակներին՝ էլեկտրացանցերից մինչև գյուղատնտեսական հողեր և շքեղ հյուրանոցներ։ Երկրորդ գործողություն՝ Բաթումիի մոդելի մղձավանջը Երևանում։ Նայեք Վրաստանի Բաթումի քաղաքին, որը փաստացի դարձել է Թուրքիայի տնտեսական հետնաբակը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ այս սցենարը գրված է նաև Երևանի և Սևանա լճի համար։ Թուրքական էժան ապրանքների հոսքը կսնանկացնի հայ փոքր արտադրողին, երբ ներքին արտադրությունը մեռնում է, առաջանում է բացարձակ կախվածություն։ Երկիրը, որի սնունդը, հագուստը և շինանյութը կախված են հարևանից, որը չի հանդուրժում իր գոյությունը, այլևս անկախ չէ, այլ սպառող գաղութ։ Այս սցենարում լիրան ու մանաթը շատ ավելի արդյունավետ են, քան T-90 տանկերը։ Երրորդ գործողություն՝ կապիտալի դավաճանությունը։ Ամենամեծ սպառնալիքը, սակայն, արտաքին չէ, այլ ներքին։ Ծանր տնտեսական պայմաններում փողը ազգություն չունի։ Հայ օլիգարխներն ու գործարարները ձգտելով արագ շահույթի կարող են դառնալ այս լրակյաց օկուպացիայի հարևանը։ Ռազմավարական անշարժ գույքի վաճառքը քողարկված ընկերություններին այն դարպասներն են, որոնցով ներս է մտնում տրոյական ձին։ Այսպիսով անկախությունը անդունդի եզրին, այն ինչի հետ այսօր առերեսվում է Հայաստանը, ավելի վտանգավոր է, քան 2020 թվականի պատերազմը։ Ռազմական պատերազմում թշնամին պարզ է և կանգնած է խրամատում, բայց տնտեսական պատերազմում թշնամին ներս է մտնում ձեր ննջասենյակ ժպիտով և առևտրային պայմանագրով։ Եթե Հայաստանի կառավարությունը շտապ չսահմանի խիստ պաշտպանական մեխանիզմներ, ապագա սերունդները կարթնանան մի երկրում, որի դրոշը եռագույն է, բայց հողի սեփականության վկայականները պահվում են Ստամբուլի և Բաքվի չհրկիզվող պահարաններում։ Երևանը չի կործանվի, Երևանը կգնվի։ Սա է հայկական անկախության երազանքի ամենադառը վերջաբանը։ Հայաստանի տնտեսական կլանումը կանխելու է 3 ռազմավարական քայլ։ Առաջին՝ ներդրումների զտման անվտանգային համակարգ։ Ստեղծել հատուկ մարմին, որը կստուգի յուրաքանչյուր լումայի ծագումը, որը մտնում է երկրի ենթակառուցվածքներ։ Երկրորդ՝ ամրոց տնտեսության դոկտրին, տեղական արտադրողի պաշտպանություն և բարձր մաքսատուրքեր թուրքական սպառողական ապրանքների համար։ Երրորդ՝ Սփյուռքի հայրենասիրական ներդրումների մոբիլիզացիա։ Ստեղծել ազգային ինքնիշխանության հիմնադրամ, որտեղ բաժնետեր կարող են լինել միայն հայերը, ռազմավարական օբյեկտները օտարներին չվաճառելու համար։ Եթե մենք այսօր չվճարենք տնտեսական անկախության գինը, վաղը ստիպված կլինենք մեր իսկ հողի վարձը վճարել նրանց, ովքեր ժամանակին երազում էին մեր ոչնչացման մասին։ Հայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ, նույնիսկ ամենաբարձր գնով։